Բորշ պատրաստելու իմ տարբերակը ցույց տամ ձեզ, թե ինչպես եմ անում, որ այդքան կարմիր է ստացվում եւ համեղ։ Ուրեմն սկզբում կտրատում ենք սոխը, տապակում ենք, մինչև մի փոքր գույնը փոխվի, ավելացնում ենք գազարը։ Ես սիրում եմ մանր քերիչով անցկացրած, դուք արդեն ձեր ճաշակով արեք։ Գազարը տապակվելուց 3 րոպե հետո ավելացնում ենք կարտոֆիլը եւ կարտոֆիլը տապակում ենք այնքան, մինչև մի քիչ գույնը փոխվում է։ Հետո կարտոֆիլի վրա ավելացնում ենք քերած բազուկը, ինձ մոտ ինչպես տեսնում եք մանր է քերած, որովհետեւ երեխաներն էլ են սիրում մանր քերվածը։ 5 րոպե միասին տապակում եմ, նոր ավելացնում եմ մանր կտրատած կաղամբը։ Եվս 5 րոպե, տեսեք ոչ մի գրամ ջուր չեմ ավելացնում, միայն յուղի մեջ է, յուղը սոխառածով, այսպես իրար հետ տապակում եմ, ոնց որ մթերքները իրենց հյութը տալիս են։ Եվս 5 րոպե տապակելուց հետո ավելացնում եմ պղպեղի մածուկ, կամ կարելի է հիմա պղպեղ կա, կարելի է անմիջապես աղացած պղպեղ, տոմատն եմ ավելացնում, խառնում եմ եւ նախորոք եփված կտրատած տավարի միս է ինձ մոտ։ Ավելացնում եմ միսը, 2 դափնու տերև եւ մսի արգանակը։ Այս անգամ ես ավելի քիչ չափաբաժնով էի պատրաստում, դրա համար միանգամից ես թավայի մեջ էլ պատրաստեցի։ Եվ այսպես թողնում ենք եփվի մոտավորապես 25-30 րոպե, մինչև կարտոֆիլը եփվի։ Վերջում անպայման ավելացնում ենք աղը, ավելացնում ենք նաև շաքարավազ մի փոքր, ընդհանրապես խոհանոցում փորձեք շաքարավազ օգտագործել, շատ համեղ է ստացվում ամեն բան։ Նաև սև պղպեղ կարելի անել, ուղղակի երեխաները պետք է ուտեին, ես չեմ ավելացրել, եւ անպայման մաղադանոսը, պետրուշկան։ Խառնում ենք, եւս 2 րոպե եփում ենք փակ կափարիչով եւ փակում թողնում մի 10 րոպե հանգստանա։ Լցնում ենք ափսեների մեջ եւ ով ինչպես սիրում է, այդպես էլ ուտում է, օրինակ ես սիրում եմ թթվասերով, Մարկոսը չի սիրում թթվասերով, մարդկա սիրում է սխտորով ուտել բորշը։ Այսպես տեսեք ինչքան է խորժալի, երեխաները մեծ հաճույքով կերան, բաղոց չի պատրաստել, բայց անչափ համեղ է այս տարբերակով, հերթականությունը չխառնեք, փորձեք նույն ձևով պատրաստել։